Այս ամենի արդյունքում երկարատև եւ ծավալուն ու քրտնաջան աշխատանքի արդյունքում, երբ որ մենք գալիս ենք, հասնում ենք մի կետի, որտեղ բերում ենք փաստաթուղթ, օգոստոսի 8-ի փաստաթուղթը, որի տակ ստորագրված է որը ստորագրված է Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի եւ նաեւ Դոնալդ Թրամփի կողմից, որտեղ հստակ նշված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, իրավազորությունը, սահմանների անձեռնմխելիությունը, այն ամենը, ինչը որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության գոյության համար, այս պահին, Դաշնակցություն կուսակցությունը սկսում է բոյկոտել օգոստոսի 8-ի փաստաթուղթը եւ պահանջում է վերադառնալ նոյեմբերի 9-ի փաստաթղթին, որտեղ մենք ունենք այլ երկրի ուժերի տեղակայություն, մենք ունենք միջանցք այն բնորոշմամբ եւ այն ընկալմամբ, որը ունեն իրենք այսօր Թրամփի ուղին Զանգեզուրի միջանցք կոչելով, եւ մենք ունենք այնտեղ բաներ, որոնք այդ պահին գուցե մեզ շունչ քաշելու համար լավ էր, բայց այս պլանները, որոնք որ մենք հստակ ասում ենք եւ պատրաստում ենք այդ ուղղությամբ գնալու, նոյեմբերի 8-ի փաստաթուղթը, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը այլևս ոչ մի կերպ չի արտացոլելու այս իրողությունները։ Հիմա սա իմ կարծիքով կարող է տալ հիմք ենթադրելու համար, որ այո, սպասարկում է Ռուսաստանի շահերը, պահանջելով նոյեմբերի 8-ի փաստաթղթին վերադառնալ, որովհետեւ Ռուսաստանը հստակ ունի այնտեղ շահեր։ Նկատի ունեք դաշնակցությունը սպասարկում այսպիսի, որովհետեւ դաշնակցությունն է պահանջում վերադառնալ նոյեմբերի 8-ի փաստաթղթին, չէ՞, սա